Ողջույն բոլորին ընկերներ եւ բարի գալուստ իմ հերթական Primavera P6 դասընթացների շարքին եւ այս դասի ընթացքում մենք ուսումնասիրենք թե ինչպես են կատարվում հաշվարկները ռեսուրսների համար։ Անցած դասընթացներին մենք սովորեցինք ինչպես ստեղծել, ինչպես նշանակել, հիմա եկեք հասկանանք թե ինչ է կատարվում այս budgeted unit time եւ ինչպես են հաշվարկվում այս ռեսուրսների քանակները եւ ինչ են սրանք նշանակում։ Հիմա, որպեսզի ավելի պարզեցնենք եւ ավելի հեշտ լինի եւ չշփոթվենք օրերի, ժամերի, շաբաթների եւ այդ կոնվերտացիաների մեջ, եկեք ամեն ինչը փոփոխենք դնենք ժամերով, որպեսզի ավելի հեշտ պատկերացնենք թե ինչ է նշանակում, երբ որ մենք ասում ենք, որ մեզ ռեսուրսը աշխատում է 5 ժամ կամ մեզ հարկավոր է 5 աշխատանքային ուժ։ Հիմա, որպեսզի մենք փոխենք օրը ժամի, մենք պետք է վերևում գնանք edit, իջնենք user preferences եւ այս պատուհանից, տեսեք, մենք ունենք time units, հենց ամենաառաջինը։ Այստեղ unit of time-ը հիմա դրված է ժամերով, մեզ պետք է որ unit of time-ը duration-ի համարել, այսինքն ժամանակի համարել, մենք դնենք ժամերով, այստեղից դնում ենք hours, եւ մենք կարող ենք օգտագործել այս show unit label, որպեսզի մենք կարողանանք տեսնել 41 ժամ օրինակի համար, եւ նույնը կարող ենք անել duration-ի համար, որպեսզի չշփոթվենք թե ինչ ենք մենք տեսնում։ Տեսեք, այստեղ անգամ կան րոպեների համար, բայց րոպեները մեզ հարկավոր չեն, մենք կարող ենք աշխատել հենց ժամերով։ Այստեղ երկուսի համար էլ դուք կարող եք տեսնել, որ գոյություն ունեն այս decimals-ը, այսինքն դուք կարող եք ունենալ իրավիճակ, երբ որ ձեր ժամանակը կարող լինել օրինակ 5.5 ժամ, կամ ձեզ հարկավոր է 5.5 աշխատուժ, այսինքն այդ կետերի մասին է խոսքը գնում։ Հիմա մենք կարող ենք այստեղ վերցնել օրինակ 2-ը, դա ամենամաքսիմալն է, որ մենք կարողանանք տեսնել այսպիսի արժեքներ 80.50։ Հիմա այստեղ ամեն ինչը մենք արդեն փոփոխեցինք ժամերի, տեղադրեցինք եւ ճիշտ option-ները կամ settings-ները ընտրեցինք, հիմա ուղղակի անում ենք close եւ դուք կտեսնեք, որ հիմա ամեն ինչը միանգամից փոփոխվեց։ Տեսեք, այստեղ հիմա եթե դուք ուշադրություն դարձնեք ձեր ժամանակին, դուք կտեսնեք, որ հիմա ձեր ժամանակը օրինակ առաջադրանք 1-ը հավասար է 80 ժամ։ Դա առաջադրանքի հենց տևողությունն է։ Հիմա դուք եթե նայեք այստեղ ներքևում, դուք կտեսնեք, որ հիմա մեր budgeted unit-ը նույնպես գրված է 100 ժամ, այսինքն այս ռեսուրսը պետք է աշխատի 100 ժամ, որպեսզի ավարտի այս աշխատանքը, եւ մեր budgeted unit time-ը հիմա հավասար է 1.25։ Տեսեք, այստեղ արդեն կարելի է շփոթվել, որովհետև մենք նայում ենք մեր առաջադրանքի ժամանակին, հասկանում ենք, որ աշխատանքը պետք է տևի 80 ժամ, բայց P6-ը մեզ ասում է, որ ձեզ անհրաժեշտ է 100 աշխատանքային ուժ կամ 100 աշխատանքային ժամ, որպեսզի ձեր ռեսուրսը կարողանա ավարտել այս նախագիծը կամ այս առաջադրանքը։ Դրա համար, որպեսզի սա էլ ավելի պարզ դարձնենք եւ սկսենք արդեն խորանալ դետալների մեջ, մեզ պետք է նաեւ ավելացնել այս duration-ը մեր ռեսուրսների ցանկում, որպեսզի մենք կարողանանք ճիշտ տեսնել, թե ինչպես է կատարվում այս հաշվարկները։ Հիմա այստեղ անում ենք աջ կլիկ, անում ենք customize, այս բացված պատուհանում գնում եք duration, գտնում եք original duration-ը եւ բերում եք սա այստեղ։ Անում ենք apply, անում ենք OK, տեսեք մենք հիմա ունենք մեր original duration-ը, ունենք budgeted units-ը եւ budgeted unit time-ը։ Հիմա եկեք հասկանանք, նախ եւ առաջ ձեզ կարող է շփոթեցնել այս 1.25-ը։ Ինչ է նշանակում 1.25։ Պատկերացրեք ամեն անգամ, երբ որ դուք աշխատում եք այս budgeted unit time այղուսակի կամ սյունակի հետ, դուք պատկերացրեք, որ աշխատում եք հենց մարդկանց հետ։ Այսինքն այստեղ դուք ասում եք, թե քանի մարդ կամ քանի հոգի է աշխատում ձեր առաջադրանքի վրա։ Հիմա փորձեք այս արժեքը դնել ուղղակի 1 եւ տեսնեք, թե ինչ կստացվի։ Տեսեք, հենց որ մենք այս արժեքը դրեցինք 1, մեր budgeted unit-ը վերահաշվարկվեց եւ հիմա հավասար է նույն ժամանակին, ինչը մենք ունենք այստեղ։ Սա նշանակում է, որ եթե դուք ունեք 1 հոգի, 1 carpenter, որը աշխատում է այս առաջադրանքի վրա, որը տևում է 80 ժամ, ապա այդ մի հոգուց կպահանջվի 80 ժամ, 80 աշխատանքային ժամ այս առաջադրանքը ավարտելու համար։
Հիմա պատկերացրեք, երբ որ մենք ունենք 2 հոգի, որոնք պետք է աշխատեն միասին 80 ժամ աշխատանքային կամ առաջադրանքը ավարտելու համար։ Հիմա այստեղ եթե մենք budgeted unit-ը փոխենք դնենք 2, դուք կտեսնեք, որ հիմա budgeted unit-ը դառավ 160։ Նորից կարող է շփոթվել, բայց տեսեք ինչ է կատարվում։ Պատկերացրեք սենյակում դուք ունեք 2 տարբեր հոգի, դուք ունեք 2 մարդ, որոնք պետք է աշխատեն 80 ժամ։ Ընդհանուր առմամբ նրանք աշխատում են 80 ժամ, բայց եթե դուք այդ մարդկանց վերցնեք առանձին մեկը մյուսից, ամեն մեկը մյուսից անկախ աշխատում է 80 ժամ։ Իսկ իրար հետ ստացվում է, որ նրանք աշխատել են 160 աշխատանքային ժամ։ Այդ դա է, որ դուք պետք է հասկանաք այս նրբությունը ձեր duration-ի և budgeted unit-ի տարբերության։ Այսինքն budgeted unit-ը հաշվում է բոլոր այն մարդկանց քանակները կամ մեքենաների քանակները, որոնք դուք նշանակում եք այս առաջադրանքին և հաշվարկում է, թե ընդհանուր ինչքան աշխատաժամանակ եք դուք ծախսում այդ առաջադրանքը կատարելու ավարտելու համար։ Այս դեպքում, երբ որ մենք ասում ենք, որ մենք ունենք 80 ժամանոց առաջադրանք, որի վրա պետք է աշխատի 2 հոգի, այդ 2 հոգին իրար հետ ծախսելու են 160 աշխատանքային ժամ, կամ 160 unit կամ 160 unit ժամ, այդտեղ ոնց պետք է ձեզ հասկանալ այս budgeted unit-ը։ Դրա համար, երբ որ դուք այստեղ դնում եք 1.25 օրինակ, սա միանգամից սկսում է վերահաշվարկվել։ Այսինքն ձեր budgeted unit-ը սկսում է վերահաշվարկել կախված, թե դուք ինչ արժեք եք այստեղ դնում և բնականաբար կախված ձեր ժամանակից։ Այսինքն այս 3-ը, original duration-ը, budgeted unit-ը և budgeted unit time-ը, սրանք պատկերացրեք մաթեմատիկական ֆորմուլաներ են, կամ մի ընդհանուր մաթեմատիկական ֆորմուլա է և սրանք փոփոխականներն են։ Դուք փոփոխելով մեկ արժեքը, փոփոխում եք մյուս փոփոխականի արժեքը։ Եվ այդ դեպքում, եթե մենք հիմա օրինակ դնենք այստեղ 5, նկատի ունենալով, որ մենք ունենք 5 հոգի, որը պետք է աշխատի այս առաջադրանքի վրա, այդ դեպքում ընդհանուր աշխատաժամանակը, որ այդ բոլոր մարդիկ իրար հետ կծախսեն, կլինի 400 ժամ։ Հիմա այս հաշվարկը կատարվում է կոնկրետ ֆորմուլաների օգնությամբ, որը դրված է P6-ի մեջ։ Եվ այդ ֆորմուլաները դուք կարող եք տեսնել general բաժնում։ Եթե դուք գնաք general, ընտրած ունենալով առաջադրանքը, դուք այստեղ կտեսնեք duration type հասկացությունը։ Եվ տեսեք այստեղ գրված է fixed duration և units։ Եթե դուք բացեք այս ցանկը, դուք կտեսնեք, որ այստեղ կան 4 տարբեր տեսակի հնարավորություններ, թե ինչպես ձեր unit-ները և ժամանակը կարող է վերահաշվարկվել, կախված թե դուք ինչն եք ընտրում պահել ֆիքսված և ինչն եք ընտրում դարձնել փոփոխական։ Հիմա օրինակ, եթե մենք վերցնենք, ասենք fixed unit, դա նշանակում է, որ մենք մեր budgeted unit-ները պահում ենք ֆիքսված։ Մենք չենք ուզում այս 400-ը փոփոխվի։ Բայց ուզում ենք, որ ըստ այս 400-ի փոփոխվի budgeted unit time-ը կամ փոփոխվի մեր original duration-ը։ Հիմա պատկերացրեք, ինչ կլինի, եթե դուք փորձեք այս 5-ը նորից փոխեք դնեք օրինակ 1։ Դուք կտեսնեք, որ ձեր budgeted unit-ը չփոխվեց, սա մնաց 400, բայց ձեր առաջադրանքի ժամանակը հիմա դառավ 400 ժամ։ Դա նշանակում է, որ մեկ հոգուց պահանջվելու է 400 ժամ, որպեսզի ավարտի այս առաջադրանքը։ Հիմա եթե դուք սա դնեք 2, դուք կտեսնեք, որ ձեր առաջադրանքի ժամանակը իջավ 200։ Դա նշանակում է, որ 2 հոգին կավարտեն այս առաջադրանքը 200 ժամում, բայց ընդհանուր միասին նրանք անհրաժեշտ է լինելու 400 աշխատանքային ժամ։ Եվ եթե նույն ձև դուք փորձեք հիմա փոփոխել այս ժամանակը, օրինակ եկեք վերցնենք և ժամանակը փոխենք դնենք 600։ Դուք կտեսնեք, որ հիմա այս budgeted unit-ը վերահաշվարկվեց։ Այսպես են աշխատում այս general-ում գտնվող duration type-ի տեսակները։ Դուք ընտրում եք, թե դուք ինչն եք պահում ֆիքսված, և ինչն է դառնում փոփոխական։ Նույն ձև դուք կարող եք օրինակ ընտրել fixed unit time-ը,
գնաք ձեր resources, դնել օրինակ այստեղ 1, որպեսզի մենք ունենանք 1 կոնկրետ թիվ, եւ հիմա եթե մենք փորձենք փոխել budgeted unit-ը, այստեղ մենք օրինակ ասում ենք, որ մեր առաջադրանքը, մենք չգիտենք թե ինչքան է տևելու մեր առաջադրանքը, մենք գիտենք, որ այս առաջադրանքի վրա մենք կարող ենք ծախսել ընդհանուր առմամբ 200 աշխատուժ։ Դա է ընդհանուր ոնց որ ծախսը, որ մենք գիտենք, որ մենք կարող ենք անել։ Հետևաբար ծրագիրը ինքը իրենով կհաշվարկի եւ ձեզ կասի, թե ինչքան է լինելու այդ առաջադրանքի տևողությունը։ Այս դեպքում, քանի որ մենք միշտ օգտագործելու ենք 1 հոգի, որովհետեւ մենք ֆիքսված ենք պահում մարդաքանակը, թե մենք քանի հոգի ենք օգտագործում այստեղ, այս թվերը միշտ հավասար կլինեն մեկը մյուսին։ Սա բավականին հետաքրքիր թեմա է ու բավականին շփոթմունք կարող է առաջացնել, երբ որ դուք առաջի անգամ փորձում եք կարդալ այս տերմինոլոգիան եւ շփոթվում եք հենց տերմինոլոգիայի մեջ, բայց հավատացեք, շատ ուշադրություն մի դարձրեք, թե ինչ է նշանակում budgeted unit-ը, ինչ է նշանակում budgeted unit time-ը, որովհետև այդ տերմինոլոգիան կարող է ձեզ շփոթեցնել։ Հասկանալու համար, ավելի պարզ պատկերացնելու համար, միշտ պատկերացրեք, որ budgeted unit time-ը դա մարդկանց քանակն է, ֆիզիկապես մարդկանց քանակն է, որը դուք օգտագործելու եք ձեր շինհրապարակում, այսինքն 1 հոգի, 2 հոգի, 3 հոգի, երբ որ դուք ասում եք օրինակ 1.5 հոգի, դա արդեն մի քիչ ուրիշ մաթեմատիկական հաշվարկ է, բայց նաև հնարավոր է։ Դուք կարող եք ասել, որ 1.5, դա նշանակում է, որ դուք օգտագործելու եք կամ մի հոգի աշխատելու է այդ առաջադրանքի վրա, բայց դուք նաև կողքից ունենալու եք օգնություն, ոչ լիարժեք 100%-անոց օգնություն, բայց երկրորդ մարդը կարող է 50%-ով օգնել այդ ձեր առաջադրանքին։ Բայց budgeted unit time-ը միշտ պատկերացրեք, որ սրանք ձեր մարդաքանակն են, իսկ budgeted units-ը դա ընդհանուր բոլոր մարդկանց իրար հետ գումարված աշխատաժամանակն է, որը տրամադրվելու է կամ ծախսվելու է այս առաջադրանքը ավարտելու վրա։ Եվ շատ դեպքերում ձեր budgeted units-ը բնականաբար տարբեր է լինելու ձեր original duration-ից։ Այսինքն ձեր առաջադրանքի ժամանակը եւ այն աշխատաուժը, որը դուք ծախսելու եք այդ առաջադրանքի վրա, բնականաբար կարող են լինել տարբեր։ Անպայման գրեք ինձ, եթե դուք կունենաք ինչ-որ հարցեր այս թեմայի վերաբերյալ, ես շատ լավ պատկերացնում եմ, որ այս թեման կարող է մի քիչ շփոթեցնել, անգամ եթե դուք արդեն աշխատում եք Primavera P6-ով կամ եթե ընդհանրապես չեք աշխատել, առավել եւս այս թեման կարող է շփոթեցնել, այնպես որ անպայման կապնվեք ինձ իմ սոցիալական կայքերով, դա կլինի LinkedIn, Telegram, Facebook կամ YouTube, գրեք կոմենտներ, թողեք հաղորդագրություններ եւ ես անպայման կպատասխանեմ ձեր հարցերին։ Եվ եթե ունեք խմբական կամ անհատական դասընթացների կարիք կամ ցանկություն, նորից կապնվեք ինձ հետ եւ մենք կարող ենք ամեն ինչ կազմակերպել։ Այնպես որ, մինչ հաջորդ հանդիպում։